Մահվան վաճառական, զենքի բարոն, այս կեղծանունները նրա հետ մնացին ամբողջ կյանքի ընթացքում։ Այս խորհրդավոր մարդու կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել հոլիվուդյան ֆիլմի համար։ Նա դարձավ 2005 թվականին նկարահանված հանրահայտ «Զենքի բարոն» բլոկբասթերի գլխավոր հերոսի նախատիպը։ Ջորջ Բուշ ավագն ու Մայր Թերեզան հիացմունքով էին խոսում նրա մասին։ Նա մոլորակի ամենահարուստ մարդկանցից էր, բայց մահացավ աղքատության մեջ։ Ընկերներ, ողջույն, այսօր մեր հերոսն աշխարհի ամենաառեղծվածային դեմքերից մեկն է՝ Սարգիս Սողանալյան։ Երբ 2011-ի հոկտեմբերի 6-ին Մայամիի անձնավոր կլինիկայում 82-ամյա Սարգիս Սողանալյանի սիրտը դադարեց բաբախել, ԱՄՆ-ի բազմաթիվ օտարերկրյա հետախուզության աշխատակիցներ և Պենտագոնը հանգիստ շունչ քաշեցին։ Սողանալյանը չափից շատ բան գիտեր և նրանից էր կախված շատ մարդկանց ճակատագրեր։ Բայց Սարգիսը երբեք շատախոս չէր, նա նախընտրում էր գործել, ոչ թե խոսել։ Իսկ նրա գործն ավելի քան լուրջ էր։ Սարգիս Սողանալյանը համարվում էր աշխարհում զենքի բիզնեսի խոշորագույն մագնատներից մեկը։ Սողանալյանի հաճախորդների ցանկում էին Սադամ Հուսեյնը, Մուամմար Կադդաֆին, քուրդ առաջնորդ Ջալալ Թալաբանին, Նիկարագուայի գեներալ Անաստասիո Սոմոզան, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խոմեյնին ատում էին նրան։ Հեղափոխական Չէ Գևարան էլ վախենում էր նաև գորշ գայլերի առաջնորդը, Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը, իդեպ գորշ գայլերի ղեկավար Ալփարսանի հետ միլիոններ էին խոստացել Սողանալյանի գլխի համար։ Սարգիսը ծնվել է 1929 թվականի փետրվարի 6-ին Իսկանդերուն քաղաքում, որն այն ժամանակ դեռ Սիրիայի կազմում էր։ Երբ Արևմուտքը փակեց Թուրքիայի կողմից այս հողերի բռնակցման վրա, ընտանիքը տեղափոխվեց Հալեբ, ապա Բեյրութ։ Սողանալյանի հայրը Հակոբը Սոխի ժառանգական առևտրական էր, ինչի համար նրան անվանել էին Սողանալ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է Սոխի առևտուր անող։ Ահա թե որտեղից է ծագում նրա ազգանունը։ Բայց Սարգիսը նախընտրեց բոլորովին այլ ապրանքի առևտուր անել։ Զենքի հանդեպ նրա կիրքը սկսվել էր 9-րդ դասարանից, երբ աշխատանքի էր անցել որպես բեռնակիր ֆրանսիական ռազմաբազայում։ Այնտեղ նա զենքի արկղեր էր տեղափոխում։ 1944 թվականին ես թողեցի դպրոցը և աշխատեցի ֆրանսիական տանկային դիվիզիայում։ Այսպիսով ես մեծացել եմ զենքերի շուրջ, այսպես կասի հետագայում Սողանալյանը։ Երբ 1975-ին Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, նա օգտագործեց իր սեփական միջոցները հսկայական քանակությամբ զենք գնելու և դրանք իր միջոցներով փոխադրեց Բեյրութի հայ հայրենակիցներին, որոնք կազմակերպեցին ինքնապաշտպանական ստորաբաժանումներ պաշտպանելու համար հայկական թաղամասերը։ Նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել քրիստոնեական համայնքների զինված խմբավորումները։ Սարգիսը հրաշալի օգտագործեց պահն ու ավելացրեց շահույթը։ Բիզնեսը թաքստոցից դուրս եկավ միայն այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները սկսեցին հովանավորել այն։ ԿՀՎ-ի գործակալները երկար ժամանակ հսկում էին երիտասարդ հավակնոտ հային և հավատում էին, որ նա կարող է օգտակար լինել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սողանալյանին առաջարկում են ամերիկյան քաղաքացիություն և լայն հնարավորություններ։ Պենտագոնը ցանկանում էր օգտագործել ազդեցիկ զենք վաճառողի կապերն արաբական երկրներում քաղաքական կամուրջ ստեղծելու, ինչպես նաև ավելցուկային հնացած ռազմական տեխնիկան վաճառելու համար։ Մերձավոր արևելքի երկրներին հին զենքերը էժան վաճառելը շատ ավելի շահավետ էր, քան դրանք ոչնչացնելը։ Կողմերը համագործակցությունից գոհ էին և երջանիկ։ Բայց ամենատարօրինակն այն էր, որ ամերիկացիների մոտ աշխատելիս Սողանալյանին հաջողվել էր գործնական հարաբերություններ հաստատել նաև ռուսների հետ։ Նա խորհրդային զենք էր վաճառում Սիրիային ու Եգիպտոսին, ինչը չէր թաքցնում ամերիկացիներից։ Ֆրոնտլայնի սյունակագիր Ուիլյամ Քիրշների հետ հարցազրույցում Սողանալյանն այդ մասին այսպես է արտահայտվել. «Ռուսները չէին ցանկանում կեղտոտել իրենց ձեռքերը։ Ամերիկացիները գիտեին, թե ինչ եմ անում ամեն ժամ, ամեն րոպե։ Երբ ես մի բաժակ ջուր էի խմում, նրանք գիտեին, թե դա ինչ ջուր է։ Ես չէի էլ փորձում որևէ բան թաքցնել ամերիկացիներից»։
Հայ վաճառականը Սադամ Հուսեյնի հաճախակի հյուրն էր, նա Իրաքի առաջնորդին գոհացնում էր ամերիկյան ամենաէկզոտիկ զենքեր մատակարարելով։ Իրաքում նրա կնքած պայմանագրերը միլիոնավոր դոլարների էին հասնում։ Առաքումները օրինական էին։ Սարգիս Սողանալյանը իր աշխատած յուրաքանչյուր դոլարի դիմաց եկամտահարկ էր վճարում եւ այս ամենով օրինականացնում ամեն ինչ։ Սակայն Քուվեյթը գրավելու Հուսեյնի ծրագրերը ճակատագրական դեր խաղացին զենքի բարոնի համար։ Այն բանից հետո, երբ Սադամն իր զենքն ուղղեց ամերիկացիների եւ նրանց գործընկերների դեմ, Սողանալյանին մեղադրեցին իշխանության չարաշահման մեջ։ Նրան հիշեցրին, որ բացի ամերիկյան զենքերից Իրաքին մատակարարել է նաեւ ֆրանսիական հաուբիցներ եւ խորհրդային հեռահար հրացաններ։ Դատաքննության ընթացքում Սողանալյանը հայտարարում է. «Ես զենք եմ մատակարարել Խոմեյնիի ռեժիմի դեմ պայքարելու համար, ոչ թե մեր տղաներին սպանելու, եւ այդ ամենն արել եմ ամերիկյան իշխանությունների իմացությամբ։ Իմ խիղճը հանգիստ է»։ Սողանալյանը երկար ժամանակ չի անցկացնում բանտում։ Գործը շուտով փակվում է անբավարար ապացույցների պատճառով։ Դատավորը հետագայում խոստովանում է, որ Սարգսի պատժի ժամկետը կրճատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի նախաձեռնությամբ։ Սարգիսը գիտեր, թե ինչպես է պետք օգտագործել թանկարժեք ինֆորմացիան։ Հաջորդ միջադեպը գրանցվեց այն բանից հետո, երբ Սողանալյանի կողմից Արգենտինային մատակարարած ֆրանսիական հրթիռները Ֆոլկլենդյան կղզիներում պորտակեցին բրիտանական նավատորմի հպարտություն համարվող Շեֆիլդ ռազմանավը։ ԿՀՎ-ն իր գործակալ բիզնեսմենին պաշտպանեց բոլոր հնարավոր միջոցներով։ Լոնդոնը չկարողացավ ապացուցել զենքի բարոնի մեղքը, բայց Սողանալյանի եւ ԿՀՎ-ի միջև սև կատու անցավ անհեթեթ պատահարի պատճառով։ Կամ ամերիկացիներին էր այդպես ձեռնտու։ Սողանալյանը 50,000 AK-47 ինքնաձիգ մատակարարելու գործարք էր կնքել Պերուի հետախուզական ծառայությունների հետ, բայց գործը տապալվեց։ Տարօրինակ հանգամանքներում կոլումբացի պարտիզանները թալանում են ավարը։ Միջադեպի համար մեղադրում են մատակարարին ու կրկին բանտարկություն, բայց էլի կարճ ժամանակով։ Սարգիսը միշտ մի քանի քայլ առաջ էր բոլորից։ Այս անգամ էլ իր ազատության համար հատուկ ծառայություններին տալիս է այն, ինչ հարկավոր էր նրանց։ Երբ ԱՄՆ կառավարությունն իմ կարիքն ուներ, գիտեր, որ կարող է ցանկացած պահի հույս դնել ինձ վրա։ Երեկ ես նրանց ընկերն էի, իսկ այսօր հանկարծ դարձա թշնամի։ Հիմա ԱՄՆ-ում նոր վարչակազմ կա, նոր մարդկանցով։ Հին գործընկերները ծերանում են եւ թոշակի են անցնում։ Բայց ես այնուամենայնիվ ԱՄՆ կառավարությանը համարում եմ իմ ընկերը։ Վիլյամ Քիրշների հետ զրույցում խոստովանում է Սողանալյանը։ Սառը պատերազմի ավարտը թանկ նստեց Սողանալյանի վրա։ Խզվեցին բազմաթիվ գործարար կապեր, դրամն այլևս առաջվա պես չէր հոսում։ Առողջությունն էլ այլևս այն չէր։ Օրգանիզմը 140 կիլոգրամանոց օրգանիզմը չէր կարողանում արյուն մատակարարել սրտին։ Նա այլևս միլիարդատերերի ցուցակում չէր։ Հարկերը վճարելու համար ստիպված վաճառում է իր ընկերությունը, նաև սեփական ինքնաթիռների մեծ պարկը եւ օվկիանոսի ափին գտնվող եռահարկ շքեղ առանձնատունը, որն իդեպ լավագույններից մեկն էր Մայամիում։ Վերջին բանտարկությունն էլ նույնպես երկար չտևեց։ Զենքի բիզնեսի հաշմանդամ վետերանին առողջության պատճառով տնային կալանք են նշանակում։ Այդ ժամանակ նախկին միլիարդատիրոջ ընտանիքն ապրում էր Վարսած բնակարանում։ 2011-ին 82-ամյա Սողանալյանը մահանում է սնանկության մեջ։ Նրանք ինձ անվանում էին մահվան վաճառական, բայց ես սովորական մարդ եմ։ Ես գիտեմ, որ ոչ մի վատ բան չեմ անում։ Կար ժամանակ, երբ Ալֆրեդ Նոբելին անվանում էին նաև մահվան վաճառական դինամիտ ստեղծելու համար, սակայն տարիներ անց ամենահեղինակավոր գիտական մրցանակը կոչվեց հենց նրա անունով, այնպես որ պիտակը, որն ինձ փակցրել են, ընդհանրապես չի անհանգստացնում։ Քչերը գիտեն, թե Սողանալյանն ինչ ահռելի օգուտ է տվել նորանկախ Հայաստանին։ Սպիտակի երկրաշարժից հետո նա սեփական բեռնատար ինքնաթիռներով Հայաստան էր տեղափոխում իր անձնական գումարներով գնված սնունդն ու դեղորայքը։ 1990-ին նա ստանձնեց Նյուպորտ Բիչում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք գնելու ծախսերը։ Նշանակալի ներդրում է ունեցել ազգային կարևոր նախագծերում, որոնց մասին սովորաբար բարձրաձայն չեն քննարկում։ Կյանքի միակ հարցազրույցում Սողանալյանն այսպես է արտահայտվել.
Ես որոշ երկրների օգնել եմ պահպանել իրենց անկախությունը։ Չեմ ուզում մանրամասն խոսել։ Ես օգնել եմ իմ երկրին, Հայաստանին, երբ հայրենիքս իմ կարիքն ուներ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել։ Նա հուսալի գործընկեր էր հատուկ ծառայությունների համար։ Քարտ բլանշ էր ստացել անձամբ Ջորջ Բուշ ավագից։ Գիտեր, թե ինչպես է պետք պահել պետական գաղտնիքը, սակայն միշտ մի քանի քայլ առաջ էր բոլորից ու ինքն էր ապահովագրում իր թիկունքը։ Այսպիսին էր ժամանակի ամենահզոր հայերից մեկի համառոտ կյանքը։ Հայաստանի նորանկախ իշխանությունները այդպես էլ չհասկացան, թե ինչ հզոր զենք ունեն, կամ հասկացան, բայց չցանկացան օգտվել։ Կհանդիպենք։